Հիմա տեսնենք, թե ինչ է լինում, երբ Երևանում աշխատավարձը ուշացնում են 1 օր։ Ապա հեսա ստանում ենք աշխատավարձը ու գնում ենք փապ, նենց ենք տժան։ Տղեկ, աշխատավարձերս մի օրով ուշացնում են։ Բողոքելու ենք, միտինգ ենք անելու։ Կորացենք։ Իսկ հիմա տեսնենք, թե ինչ է լինում, երբ Գյումրիում աշխատավարձը ուշացնում են 6 ամիս։ Ապչանտի առոջիկ եք ստանանք, տուջը կերտանք կելուբնիգի մոտ։ Տղեկ, աշխատավարձերս 6 ամսով կուշացնեն։ Ստե որ կելուբնիգի մոտ էլանք։ Անցնենք 18+ տարբերություններին։ Մարմնավաճառի մոտ Երևանում, Անվեկալ ես 20,000-ը հանվի։ մարմնավաճառի մոտ Գյումրիում, Անես 2,000-ը հակնվի։ Գյումրու տեղատներից մեկում, Բարյոր, Բարդ հենց ես։ հիմա մեն պանից տվեք էլի։ Հա, կելուբնիկի թե բանը։ Դե կելուբնիգի մոտ բդերտամ, կելուբնիգի տու։ Քանց։ Աբրիս։ Երևանի տեղատներից մեկում, Բարև ձեզ, Բարև ձեզ։ ինձ մի հատ եմ բանից։ Հա։ Բանանի։ Ձեզ բարի ժամաս, տատի ջան։ Մեր լանչը Երևանում, լանչը Գյումրիում։ Եվ վերջում, մենք միշտ ներկայացնում ենք գյումրեցիների եւ երևանցիների տարբերությունը։ Իսկ հիմա կներկայացնենք սովորական մարդկանց եւ մեր թիմի պապկենի տարբերությունը։ Եվ այսպես, սովորական մարդիկ ամուսնական առաջին գիշերից հետո եւ մեր թիմի պապկենը ամուսնական առաջին գիշերից հետո։